Թրամփ-Պուտին հեռախոսազրույց, ապա Թրամփ-Զելենսկի հանդիպում։ 2026 թվականը կարող է ազդարարվել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության դադարով։ Համենայն դեպս Թրամփը բանակցությունները գերազանց համարեց եւ հայտարարեց. հակամարտությունը կամ կավարտվի, կամ դեռ երկար կշարունակվի։ Ես խնդիր չունեմ Ուկրաինա այցելելու հետ, եթե դա կօգնի ավարտել այս պատերազմը։ Իսկ Զելենսկին բանակցություններից հետո հայտարարեց, որ 20 կետանոց գործարքի 90%-ը համաձայնեցված է։ Կոնսենսուս կա նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում։ Ինչ է հուշում Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշում է մի հետաքրքիր օրինաչափություն։ Թրամփի բոլոր հանդիպումները հրաշալի են, երբ ինքն է նկարագրում արդյունքները, իսկ իրականում ոչ Թրամփը, ոչ Պուտինը դեռ չեն կարող ասել, թե ինչ ելք կունենան այս հանդիպումները։ Իրենց խոսքերով 90%-ից ավելի հարցերի շուրջ համաձայնություն եղել է, սակայն դեռ գլխավոր հարցը տարածքային հարցերի շուրջ համաձայնություն դեռևս չկա եւ պետք է հասկանալ, որ այդ ամեն ինչ միայն Զելենսկից կախված չի, ինքը չի կարող միայնակ որոշի, թե Ուկրաինայի որ տարածքները ում հանձնի կամ որտեղ գտնվում են ուկրաինական զորքերը հետ քաշվեն եւ դա զիջի Ռուսաստանը, ինչ որ առումով դա նշանակում է, որ ինքը ճանաչում է այդ տարածքները ռուսական։ Քաղաքագետը կարծում է, որ Զելենսկու համար շատ ավելի հեշտ կլիներ Դոնբասը հանձնել ռազմի դաշտում պարտություն կրելով, քան պարզապես զորքերը հետ քաշելով։ Եթե ինչ-որ համաձայնության կան, դեռ միանշանակ չի, թե այն ռազմական հրամանատարները եւ ազգայնականները, որոնք ճակատից վերադառնան, արդյոք կընդունեն այդ համաձայնագիրը, թե չեն ընդունել։ Մոտավորապես նման process-ով անցել է Հայաստանը։ Քաղաքագետ Թևան Պողոսյանն էլ կարծում է, որ հանդիպումներն ու բանակցությունները դեռևս չեն հուշում պատերազմի ավարտի մասին։ Կարծում եմ, որ պատերազմի ավարտը մոտենալու է հանդիպումների կամ ռապորտային խոսակցությունների հիման վրա։ Պատերազմի ավարտը մոտենում է, երբ որ որևէ մի կողմը համարում է, որ իր շահերը բավարարել է ռազմական գործողություններով։ Իրականում դադարում են պատերազմները, թե իմիտացիա է ստեղծվում, որ աշխարհի թեժ կետերում լռում են զենքերը։ Թևան Պողոսյանը հակված է երկրորդ տարբերակին։ Իսկ այդ կոնֆլիկտները լուծված են, օրինակ Գազայում հիմա Իսրայելը չի կրակում, Ադրբեջանը հիմա ճնշումներ չի օգտագործում, դեռ մնացած են Կամբոջան, բանը մնացածներն ինքները կարող լավ հետևեք։ Միգուցե ամերիկյան կողմի համար հակամարտությունը ավարտվի, իրեն շահերը բավարարելով։ Քաղաքագետները կարծում են, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եւ երբ կբավարարվեն Ռուսաստանի պահանջները։ Եթե Պուտինը ստանա այն, ինչ Կրեմլի շահերն են թելադրում, ապա հնարավոր է հարաբերականորեն կայունություն հաստատել, իսկ եթե ոչ, ապա հակամարտությունը կերկարաձգվի։ Ամեն դեպքում պատերազմի դադարեցումը մեկ օրվա գործ չէ, ինչպես նշում է Թրամփը։ Բանակցությունները շարունակվում են։ Պուտին-Թրամփ հաջորդ հեռախոսազրույցն էլ կկայանա շատ մոտ ապագայում։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։